Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք միջազգային և անվտանգային հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Ողջույն Դավիթ, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն ջրեր։ Խոսենք Հայաստանում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից, Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովից, Մակրոնի պետական այցից, որը ընդդիմության որոշ դերակատարների կողմից բնորոշվում է որպես ընդամենը ՔՊ-ի PR ակցիա եւ դրա տակ Հայաստանի համար ոչինչ չկա, բայց միաժամանակ շարունակվում են, այսպես ասենք, բացասական սցենարների կանխատեսումները, գոժումները, այդ ընդդիմադիրները առավոտից երեկո խոսում են այդ միջոցառումների եւ այցերի մասին, բնականաբար բացասական համատեքստում, եւ դրա, այսպես ասած, արդյունք միայն ներկայացնում են Հայաստանի թշնամությունը կամ այդ ճանապարհը Ռուսաստանի հետ, հա։ Նախ եթե այդտեղ ընդհանրապես PR ակցիա ոչինչ չկա, հետեւաբար չեմ էլ հասկանում տրամաբանությունը, էլի Ռուսաստանի հետ ինչ որ հակադրությունների, այնուամենայնիվ, եթե դրա տակ բան չկա, ինչու կարիք կա ինչ որ կուսակցության PR ակցիան այսքան կարևորել։ Այստեղ շատ կարևոր հարց կա։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը, եթե իրոք այդպես է մտածում, համակարգային ընդդիմությունը, որ այդ ամենը ընդհանրապես PR ակցիա է, ուրեմն իրենք շատ մեծ կարծիք ունեն Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի մասին, որովհետեւ մի քանի տասնյակ եվրոպական երկրների, Կանադայի ղեկավարները եկել են Երևան, որպեսզի Նիկոլ Փաշինյանին անեն PR ակցիա։ Դա նշանակում է, որ իրենք շատ մեծ կարծիք ունեն Նիկոլ Փաշինյանի մասին եւ իր հնարավորությունների մասին։ Սա առաջինը։ Երկրորդը, եթե սա իրոք PR ակցիա է, եթե սա ընդհանրապես նախընտրական տրամաբանություն ունի, ուրեմն այստեղից հարց է ծագում, ինչու սա պետք է ինչ որ կերպ անդրադառնա հայ-ռուսական դարավոր բարեկամության վրա կներկարտահայտության համար, որովհետև եթե իրոք դա այդպես է, ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը այդքան ողջամիտ չի գտնվել, որպեսզի Մոսկվայում գտնվելու ժամանակ Պուտինի եւ իր զրույցից հետո, երբ արդեն դառն փակ զրույց էր, այդքանը պարոն Պուտինին բացատրել։ Եթե նա պարոն Պուտինին դա բացատրել է, ուրեմն ոչ մի ձև, ոչ մի կերպ դա հայ-ռուսական հարաբերությունների վրա չի կարող անդրադառնալ։ Դա երկրորդ։ Հիմա այդ ամբողջ հիմարությունները դնում ենք մի կողմ եւ փորձում ենք վերլուծել այն, ինչ իրականում տեղի է ունեցել։ Առաջինը այն բոլոր նարատիվները, որ մենք ոչ մեկին պետք չենք, որ Եվրամիությանը դռները մեզ համար փակ են, դա հերթական անգամ մենք տեսանք, որ դա կատարյալ սուտ է։ Եվրամիության դռները մեզ համար բաց են։ Մենք ուղղակի պետք է մեզ վրա աշխատենք, որպեսզի հասնենք այն մակարդակին, երբ այդ դռները, մենք այդ բաց դռների մեջ կկարողանանք մտնել, որովհետև մենք ունենք եւ դուք էլ դա գիտեք, եւ բոլորը դա գիտեն, բազմաթիվ խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի մենք այդ անդամության հայտը ներկայացնենք եւ գնանք դեպի Եվրամիություն։ Դրա համար ժամանակ է պետք եւ ամենակարևորը աշխատանք է պետք։ Բայց ես կարծում եմ, որ այն, որ բոլոր երկրների ղեկավարները եկան Երևան եւ այն իրական աջակցությունը, որը նրանք ցույց են տալիս Հայաստանում ժողովրդավարական գործընթացների, խոսում է առնվազն այն մասին, որ այդ դռները բաց են եւ մեզ այնտեղ սպասում են։ Հիմա պետք է մենք ինքներս հասկանանք, մենք ուզում ենք այնտեղ գնանք եւ ամենակարևորը ուզում ենք աշխատենք, որպեսզի այնտեղ գնանք, թե ոչ։ Եվս մեկ հանգամանք, ամենակարևոր հանգամանքը, որը ես ուզեի նշել այս միջոցառումների համատեքստում, դա հետևյալն է՝ բովանդակությունը։ Ես ծանոթացա հայ-ֆրանսիական ռազմավարական պայմանագրին, փաստաթղթին, որը ստորագրվեց, եւ ի ուրախության ինձ տեսա այնտեղ պրակտիկ կետեր, դա առաջին հերթին հյուսիս-հարավում մասնակցությունն է ֆրանսիական ընկերությունների, սա ռեալ տնտեսություն է, սա ռեալ կոմունիկացիոն նախագիծ է, մեծ թունել են նրանք փորելու, մեծ թունել են կառուցելու, Բարգուշատի թունելը 8.6 կիլոմետր երկարությամբ ամենամեծ թունելն է դա լինելու Հայաստանում։ Սա ողջունելի է։ Մնացած կետերին ես չեմ էլ անդրադառնալու, այդ ուղղաթիռներ, ինքնաթիռներ, այդ ամեն ինչը նորմալ է, բայց այդքան էական չէ։ Ես շատ կցանկանայի նաև Հայաստան-ԵՄ հռչակագրում տեսնել այդպիսի դրույթներ, որովհետև նորից վերադառնանք Ռուսաստան, հայ-ռուսական դարավոր բարեկամությանը, ինչու այդ հայ-ռուսական դարավոր բարեկամությունը ժամանակի փորձությանը չդիմացավ, որովհետև այնտեղ չկար հստակ
պրակտիկ բովանդակություն։ Այսինքն ամեն ինչ տրված է Ռուսաստանին, մենք 100%-ով կախված ենք Ռուսաստանից, իսկ Ռուսաստանը մեզանից կախված չէր։ Դա բերեց մի իրավիճակի, երբ այդ բոլոր մի քանի տասնամյա կենացների քաղաքականությունը, երբ նրանք գալիս էին Երևան, կենացներ էին ասում, ստեղ էլ կենացներ էին բարձրացնում դարավոր բարեկամության համար, իջի կեղան։ Որովհետև մենք պրակտիկ փոխկապվածություն չունեինք ռուսների հետ։ Իրենք ուղղակի մեզ վաճառեցին Ադրբեջանին եւ Թուրքիային այն գնով, որով իրենց դեռնատու էր։ Հետևաբար եւ մենք մնացինք կոտրած դաշտակի մոտ։ Հայ-ռուսական դարավոր բարեկամությունը կոտրած դաշտակի մոտ մնաց վերջում։ Հիմա շատ կարևոր է, որպեսզի մեր եւ Եվրամիության միջև հարաբերությունները եւս չվերանան կենացների։ Պետք է պրակտիկ լցոնում է պետք այդ ամենին, այսինքն պարունակություն, կոնտենտ է պետք։ Եվ այսպիսի քայլերը, ինչպես օրինակ թունել կառուցելու նախագիծը, հենց այդ պրակտիկ արտահայտումն է այդ հարաբերությունների։ Նրանք մեզ ինչ է պետք, մեզ պետք չի իրենցից օգնություն, պետք չի աջակցություն, մենք չպետք է լինենք մոռացական։ Պետք է մեր առաջարկները անենք, տնտեսական, ֆինանսական, մեր դրումային ծրագրեր ներկայացնենք, իրենք գան այդ դրները անեն, իրենք իրենց օգուտը ստանան, մենք մեր օգուտը ստանանք։ Այդ համագործակցությունը պետք է լինի արժանապատիվ եւ որևէ դեպքում չպետք է լինի միակողմանի։ Եթե մենք հերթական անգամ նորից կհայտնվենք վերջում կոտրած դաշտակի առջև, արդեն եվրոպական։ Սա իմ մոտեցումն է եւ ընդհանուր առմամբ ես նորից եմ ուզում ասել, ես շատ դրական եմ գնահատում այդ միջոցառումները, որոնք Երևանում Հայաստանում անցկացվեցին, սա միանշանակ մեծ քաղաքական, արտաքին քաղաքական ավանս էր գործող ղեկավարությանը եւ Հայաստանի Հանրապետությանը, հիմա պետք է անել այնպես, որպեսզի այդ ավանսի մնացած մասը, հիմնական մասը իրագործվի։ Իսկ դրա համար պետք է մեծ աշխատանք արդեն Հայաստանի ներսում։ Դավիթ, բայց այնուամենայնիվ փորձենք նաև հասկանալ ընդդիմությանը, էլի, տեսեք։ Ես sense եմ հիմա մտածում, եթե ընդդիմությունը պարբերաբար ասում է, որ Ռուսաստանի հետ թշնամությունը դա Հայաստանի համար լինելու է կատաստրոֆիկ, տնտեսական պատերազմների մասին է գուժում ու նման բաներ, բայց այդպիսի, այսպես ասենք, կանխատեսումներ չի անում ոչ մի եվրոպական երկրի մասին, այսինքն այդ երկրներին մեր ընդդիմությունը չի դիտարկում Հայաստանին որպես սպառնալիք, այլ Ռուսաստանին, այո, մեր ընդդիմությունը դիտարկում է որպես Հայաստանին եւ մեզ սպառնալիք, ընդդիմությունը շատ անկեղծ ասում է, որ Ռուսաստանը իր հարևաններին տեսնում է կամ վասալ, կամ թշնամի, ժողովուրդ, եկեք վասալ լինենք, այս Ռուսաստանը ագրեսոր է, եկեք լինենք ճորտ, ստրուկ, վասալ, բայց գոնե կլինենք։ Մեր պատմության առնվազն մի քանի վերջին 100-ամյակը մեզ ցույց է տվել եւ ապացուցել է, որ լինելով ճորտ, ստրուկ եւ վասալ, մենք չենք կարող ապրել։ Հայաստանը հայկական լեռնաշխարհը քանի անգամ է կրճատվել այդ մի քանի 100 տարվա ընթացքում։ Մենք եղել ենք ստրուկ, ճորտ եւ վասալ։ Մենք մեր վզները իջեցրել ենք, գլուխներս կախել ենք Ռուսի առջև, Պարսիկի առջև, Թուրքիի առջև, Մոնղոլի առջև, Թաթարի առջև, Արաբի առջև, ում առջևս չենք կախել։ Եվ դա չի բերել նրան, որ մենք շարունակենք գոյատևել այն բոլոր տարածքներում, մեր բնական հայրենիքում, որը կա։ Մոտավորապես 10%-ն է մնացել տանից։ Վերջի կորուստը ունեցել ենք 5-6 տարի առաջ Արցախի մասին եմ ես ասում։ Ինչ ժամանակ Արցախը այն ժամանակ արդեն կորցրեց, որովհետև ցանկացած ողջամիտ մարդ հասկացավ 20 թվական պատերազմից հետո, որ Արցախը այլևս հայկական չի կարող լինել։ Հետևաբար այդ քաղաքականությունը, եթե դա կարելի է դիտարկել որպես քաղաքականություն, ապրիորի մատնված է անհաջողության։ Հիմա ես զարմանում եմ, մենք ինչպես ենք այսպիսի մտածելակերպով մինչև այսօր ունենք ինքնիշխան պետություն Հայաստանի Հանրապետությունը։ Սա զարմանքի առաջացնում ինձ մոտ։ Բայց ի ուրախություն մեզ ունենք։ Հետևաբար պետք է պինդ կարճենք այդ Հայաստանի Հանրապետությունից եւ ազգովի ամբողջ ժողովուրդով աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի այդ ինքնիշխանությունը եւ անկախությունը ամրապնդվի։ Սա է մեր միակ հնարավորությունը, որպեսզի մենք շարունակենք գոյատևել։ Գոյատևելով ստրուկ վասալ կամ ճորտ լինելով անհնար է։ Եվ մեր պատմությունը ամենալավ, ամենավառ կերպով դա մեզ ապացուցել է։ Հիմա Թուրքիայի տարածքում հայերն էլ են գոյատևում, հա, տպտյալ հայերը։ Նրանք հայ են, հայ չեն։ Այսինքն դա եղել է այդ ամբողջ սխալ քաղաքականության
իրողությունների սխալ ընկալման արգասիկ, եւ մենք պետք է դրանից հրաժարվենք։ Միակ հնարավորությունը, որ մենք գոյատևենք, որ մենք զարգանանք, որ մենք բարգավաճենք, դա Հայաստանի Հանրապետությունն է եւ ինքնիշխանությունը։ Հիմա ինչ ասում ընդդիմությունը։ Իրենք ասում են, այո, ճիշտ է, եկեք շարունակենք ստլուկ ճորտ վասալ լինենք, բայց գոնե մենք կփրկվենք։ Այդ փրկվելու անհակ ցանկությունն է եւ իրողությունների համաշխարհային դիտարկումը փրկվելու պրիզմայով վերել է դրան, որ մենք այսօր մնացել ենք 3 միլիոն լավագույն դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ մեր հայրենիքը 30,000 քառակուսի կիլոմետր չկա։ Դա այդպեսի արատավոր մտածելակերպն է, դավաճանական մտածելակերպ է։ Ես չգիտեմ ինչպես կարելի է սա բնորոշել, բնութագրել, որպեսզի լինի ավելի հստակ։ Հետևաբար դրանից պետք է հրաժարվենք։ Իշխանությունով ամեն ինչ չի սկսում եւ չի ավարտվում։ Իրենք պատրաստ են իշխանության համար պայքարում ամբողջ երկիրը փորը տալ, ինքնիշխանությունը փորը տալ, այնպես ինչպես քոչարյանն էր ժամանակին անում։ Միայն թե իրենք իշխեն։ Չհանդամ թե մարսպանի կարգավիճակով չեն իշխելու, իրենց կարևորը իշխանությունն է։ Իրենք չեն ուզում լինեն անկախ Հայաստանի ինքնիշխան Հայաստանի ղեկավարներ։ Եվ նրանք պատրաստ են զոհաբերել այդ ամենը, զոհաբերել մեզ, միայն թե իշխանություն ստանալ։ Ես սա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ այս մասին երևի թե չարժե խոսել։ Բայց այսպիսի մտածելակերպը ոչ մի լավ տեղ չի բերի ոչ մեզ, ոչ Հայաստանի Հանրապետությանը եւ ոչ էլ իրենց։ Եթե դա լավ ինչ որ լավ բանով կարողանար ավարտվել հենց իրենց համար, իրենց մի մասը, իրենց մտածելակերպ ունեցող մի մասը հիմա Բաքվում չէր լինի այդ կարգավիճակում, հա, գերիների կարգավիճակում չէին լինի եւ ռուսները չէին հանդնի իրենց Ադրբեջանին Ալիևին։ Ես ծանր բաներ եմ ասում, ես շատ եմ ցավակցում, ես կարեկցում եմ, ես կարծում եմ, որ այդ մարդիկ մի օր վերադառնալու են Հայաստան եւ ես ցանկանում եմ, որ նրանք ազատություն ստանան։ Բայց մենք պետք է նաեւ լինենք ռեալիստ, իրատես։ Հենց իրենց մտածելակերպը, այսպիսի մտածելակերպը, որը դուք նշեցիք ձեր հարցում, բերեց նրան, որ իրենք հիմա Բաքվի բանտում են։ Եթե իրենք այդպես չմտածեին, իրենք հիմա Լեռնային Ղարաբաղում շարունակում էին հանգիստ իրենց համար ապրել ազատության մեջ։ Եվ սա պետք է դաս լինի բոլոր այդպես մտածողների համար, այդպեսի արատավոր, ճորտական, ճորտի մտածելակերպ ունեցող մարդկանց համար, որոնք ինչ որ անհասկանալի պատճառներով դեռ շարունակում են զբաղվել քաղաքականությամբ։ Եթե անգամ այդ ինչպես իշխող ուժն է ասում երրագլուխ կուսակցությունը չկարողանա իշխանություն ձևավորել, հա, այլ օրինակ չգիտեմ, ընդդիմություն լինի խորհրդարանական եւ այլն, մենք էլի ոնց ասեմ, այսինքն այստեղ էլի առանձնապես ոգևորվելու հարց չկա, էլի, որովհետեւ այդ ընդդիմությունը էլի խորհրդանում ներկայությամբ գնալու է այն ճանապարհով, այսինքն այդ դեգրադացիան, այդ չգիտեմ, ռուսական կալինկան ու բնականաբար այդ Հայաստանի Հանրապետության ընթացքին մեծ խոչընդոտ է հանդիսանալու։ Այսինքն եթե այդ ընդդիմությունը գաղափարապես, չգիտեմ, չի կարողանում մարսել Հայաստանի ինքնիշխան գոյությունը, խորհրդանում էլի հայտնվելու դեպքում մենք այստեղ մեծապես հետընթաց ենք էլի ապրելու, հա։ Այսինքն ես նկատում եմ խնդիրը այդ պահի եւ իրավիճակի մեջ չի առհասարակ։ Այս համակարգային ինչ-որ խնդիրը, որը Հայաստանում չի լուծվում։ Ես չեմ ասում, որ չպիտի տարբեր մտածելակերպի, փիլիսոփայության կամ գաղափարախոսության մարդիկ լինեն, հա, բայց ինչու են կարողանում այդ մարդիկ ունենալ, ասենք, ներկայություն երկրի ինքնիշխան երկրի խորհրդանում, որի ինքնիշխանությունը պատրաստ են հնարավորության դեպքում ըստ թրով վիզը կտրեն։ Այդ կարևոր հարց եք տալիս, իհարկե պատճառները շատ խորքային են եւ պատճառը մեկը չէ։ Նախ համամիտ եմ տեսել ձեր տեսակետի հետ, հիմա փորձեմ ներկայացնեմ նաեւ իմ տեսակետը մի փոքր ավելացնեմ։ Տեսեք ջրեր, նախ ես գրեթե վստահ եմ, որ նրանք իշխանություն չեն դառնա այդ երրագլուխը այս անգամ 26-ի ընտրությունների արդյունքում, այսօր կարելի է արդեն այդ մասին խոսել։ Երկրորդը, այո, նրանք լինելու են հերթական անգամ ընդդիմություն, հիմնական ընդդիմությունը խորհրդարանում լինելու է պրոռուսական։ Դա լինելու են մարդիկ, որոնք չեն գիտակցում Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության արժեքը։ Նույնիսկ ոչ միայն որպես բարձրագույն արժեք չէ, ընդհանրապես որպես արժեք չեն ընդունում, իրենց համար դա մեկ է։ Եվ դա խնդիր է մեր բոլորիս համար։ Առաջին հերթին մեզ համար, երկրորդ հերթին իրենց ընտրողների համար, որոնք նույնիսկ դա չեն գիտակցում։
Հիմա հարցը հետևյալն է. ինչու է այդպիսի իրավիճակ։ Այդպիսի իրավիճակ է, որովհետև մենք չունենք զարգացած քաղաքական դաշտ։ Սերժ Սարգսյանը մեր քաղաքական դաշտը գրեթե ոչնչացրել է իր լեգիսլատորայի տարիներին եւ հրաբարվել է շատ հստակ, շատ կիրթ ձևով քաղաքականություն, որը վերել է դաշտի ոչնչացման։ Ում կարող էին նստեցրեցին, ում չէին կարող նստեցրեցին, գնեցին, ում չէին կարող գնել, փորձեցին մարգինալացնել։ Դա վերել է մի վիճակի, երբ մեր քաղաքական դաշտում չկա քաղաքական ուժ, որը կարող է գոնե ապահովել նորմալ քաղաքական ուժ, հա, բարեբուն իմաստով, կլասիկ իմաստով, դասական իմաստով, որը կարող է գոնե ապահովել ընդդիմությունը խորհրդարանում։ Եվ հետևաբար մեր ընդդիմությունը լինում է այս ուժերը, որոնց մասին դուք խոսում եք։ Մենք ունենք արևմտամետ դիրքորոշում ունեցող կուսակցություններ, ես կիսում եմ այդ դիրքորոշումները, բայց տեսեք, նրանք էլ հնարավորություն չունեն մեծ հաշվով դառնալ այդ ընդդիմադիր մեծամասնությունը։ Ես հուսով եմ, որ նրանք լինելու են խորհրդարանում, ես շատ եմ դա ցանկանում, բայց մեծամասնություն, ընդդիմադիր մեծամասնություն հաստատ չեն լինելու։ Դա արդեն հասկանալի է եւ բարձ է բոլորի ցավով։ Ինչու է դա այդպես։ Որովհետեւ իրենք չեն միավորվում։ Մենք ունենք բավականին լուրջ, բավականին մեծ մարդկանց զանգված, չեմ ուզում ասել ընտրազանգված, ես չեմ սիրում այդ բառը, մեր երկրում, որոնք ձգտում են եւ ցանկանում են տեսնել այդ ընդդիմությունը խորհրդարանում եւ պատրաստ են գնալ եւ իրենց ձայները տալ, բայց այդ ընդդիմությունը չի միավորվում։ Իսկ առանձին այդ 19 կուսակցություններից մի քանիսը, որոնք գնալու են ընտրություններին, նրանց ի վիճակի չեն այդքան ձայն հավատալ, որովհետեւ հասարակությունը, տեսեք, մի բան էլ կա, եւս մեկ խնդիր։ Հասարակությունը միշտ ցանկանում է, մեր մարդիկ ցանկանում են լինել հաղթող։ Նրանք ցանկանում են տալ իրենց ձայնը մի կուսակցություն, որը հաստատ գտնվելու է խորհրդարանում։ Եվ դրանով, չգիտեմ, տորպեդահարում են մնացած կուսակցությունների հնարավորությունը։ Ոչ մեկ չի ուզում ձայնը տալ մի կուսակցություն, որը չի հայտնվելու խորհրդարանում իրենց կարծիքով, եւ դրանից նրանք այդպես են անում, որ այդ կուսակցությունը խորհրդարանում չհայտնվի։ Ես հասկանում եմ, որ սա աբսուրդ է, բայց այն ունենք այն, ինչ ունենք։ Սրանք են հիմնական պատճառները այդ տխուր իրավիճակի եւ այո, այս խորհրդարանում եւ դա կարող ենք արդեն հաստատ նշել, հերթական անգամ քաղաքական դիսկուրս չի լինելու։ Չի լինելու առողջ քաղաքական բանավեճ, չի լինելու առողջ քաղաքական հակադրություն, այդ խորհրդարանում քաղաքական նոր միտք չի ծնվելու, այդ խորհրդարանում շարունակվելու է այդ գզվռտոցը, որը մենք տեսնում ենք վերջին 5 տարվա ընթացքում առնվազն եւ որը միշտ եղել է։ Եվ այս ամենում մեղավոր ենք մենք բոլորս, հերթական անգամ։ Բոլորս, եթե մենք փորձենք այդ բոլոր պատճառները համադրել, մենք կհասկանանք, որ մեղավորը մենք բոլորս ենք։ Բոլորը ասում են իշխանությունը։ Իշխանությունը ինչ կարող է անել։ Իշխանությունը կարող է արգելել, օրինակ ինչ-որ քաղաքական ուժը, որպեսզի գնա ընտրություն։ Լավ, այդ մարդկանց էլ ոչ չի արգելելու, որոնք գնալու են իրենց ձայները տանել քաղաքական ուժերին, չէ՞։ Իրենք չեն տա Սամվել Կարապետյանին։ Ենթադրենք Սամվել Կարապետյանին արգելեցին։ Կտան Քոչարյանին։ Քոչարյանին կարգելեն, կտան Թաթոյանին։ Թաթոյանին կարգելեն, կտան Ծառուկյանին։ Հո բոլորին չեն արգելելու։ Սա է խնդիրը, եւ արգելելով այս խնդիրը չի լուծվելու, խնդիրը շատ ավելի խորն է։ Եվ եթե իշխանությունը իրոք այդ վճռականությունը ունենա, գոնե այս մոտակա 5 տարվա ընթացքում կարող է օրենսդրական նախագծերով եւ լուրջ ռեալ քաղաքական աշխատանքով փորձել այդ իրավիճակը շտկել։ Եթե իրենք էլ իրակե հավերժ չեն ցանկանում լինել իշխանություն։ Թմա։ Եթե խոսում ենք այդ ընդդիմության այդ հատվածի մասին, այսինքն ոչ, այսպես ասենք, ոչ ժողովրդավարական ընդդիմության, ապա նրանք տեսնում ենք միավորվում են, են անում, անգամ եթե ֆորմալ իմաստով միավորված չեն, ասում են, որ այս իշխանությանը հեռացնելու համար իրենք պատրաստ են գործակցել, բան հաշվի առնելով, տեսնելով ընտրությունների արդյունքները եւ այլն, ինչ որ բաներ, ինչը չի ստացվում ժողովրդավարական ընդդիմության մոտ, հա, ինչու դա տեղի չի ունենում նրանց մոտ, եթե նրանք էլ նույն ասում են մեր օրակարգը այս իշխանությանը հեռացնելն է այդ ընդդիմությունը եւ հետեւաբար նրանք հեռացնելու համար պատրաստ են Գյումրի անել, օրինակ, հա, բայց պահելու այնինչ կա, որը նաև այդ ժողովրդավարական ուժերի, հա, այդ ընդհանուր նպատակը, Հայաստանի ինքնիշխանություն, անկախություն, եվրոպական ապագա եւ այլն, սա չի օգնում, որպեսզի նրանք միավորվեն։ Կա 3 պատճառ ձեր նշած երևույթի։ Գտենք առաջինից։ Ամենաօբյեկտիվ պատճառը դա ամբիցիաներն են։ Որևէ մեկը չի ասում, որ առողջ քաղաքական ամբիցիաները դա վատ է։
Բայց երբ քո ամբիցիաները որպես քաղաքական գործչի, քաղաքական ուժի գերակշռում են իրականությունը, գերականությունն առողջ մտածելակերպը եւ բանականությունը, սա բերում է լուրջ համակարգային խնդրի։ Սա առաջինն է։ Եվ շատերն են շատ մեծ ամբիցիաներ ունեն։ Տեսնում են իրենց վարչապետ, տեսնում են իրենց առաջին դեմք, տեսնում են իրենց։ Ես խոսքը ուժերի մասին է նաեւ, որոնք գնում են ընտրությունների։ Շատերը չեն գնում, չնայած ցանկանում են գնալ եւ նորից այդտեղ ամբիցիաներն էլ, որ իրենք չգնացին։ Իրենք կարող էին գնալ ընտրությունների, եթե այդ ամբիցիաներից հրաժարվեին եւ միավորվեին։ Սա առաջի պատճառն է։ Երկրորդ պատճառը, ես չեմ ուզում որևէ մեկին թիրախավորել, սա այն ոճը չէ, բայց այս քաղաքական ուժերի մեջ կան քաղաքական ուժեր, որոնք ձևանալով արևմտամետ իրականում սպասարկում են ռուսական շահը, իշխանություն շահը, թող իրենք որոշեն, որն է։ Շահը, որը համատեղելի չէ հայոց պետականության եւ հայ ժողովրդի շահերի հետ։ Դա երկրորդ պատճառն է, որ չեն միավորվում։ Եվ երրորդ պատճառը, ինչու է դա այդպես։ Պատճառը հստակ է, իշխանությունը իր հերթին ինչ է անում։ Իշխանությունը անում է ամեն ինչ, որպեսզի այդ արևմտամետ ուժերի օրակարգը դառնա իր օրակարգը։ Իշխանությունը անում է ամեն ինչ եւ դա իշխանության տեսակետից շատ նորմալ գործընթաց է։ Իրենք անում են այնպես, որպեսզի արևմտամետ ուժերը արևմտամետություն խաղալով չկարողանան հայտնվել խորհրդարանում։ Ժամանակին, երբ այդ գործընթացը սկսվեց 60,000 ձայների հավաքագրով, որ մենք էլ ենք մասնակից, ես եւ դու հարգելի ժիրայր։ Ինչ էին իրենք ասում։ Այն ժամանակ արդեն հասկանալի էր, որ իշխանությունը դա վերցնելու է եւ դրանով գնալու է ընտրությունների։ Այդ թվում նաեւ այս մայիսյան սամիթների տեսքով։ Հիմա եթե իշխանությունը դա անում է, ինչու պետք է ընտրողը գտա ընտրի այլ կուսակցություններին, որոնք ընտրողի կարծիքով շանս չունեն հայտնվել խորհրդարանում։ Ինքը գնա կընտրի իշխանությանը։ Սա է այդ տրամաբանությունը։ Եվ դա այն դեպքում, երբ իշխանությունը պետք է շահագրգռված լիներ, որպեսզի այսպիսի ընդդիմությունը, կառուցողական ընդդիմությունը, քննադատող ընդդիմությունը, բայց քաղաքականապես հասուն ընդդիմությունը հայտնվել խորհրդարանում եւ դառնալ իրեն ընդդիմություն, այլ ոչ թե շիշ նետողները եւ խորհրդարանը շուկա, արևելյան շուկա սարքողները։ Հիմա կասեն իշխանությունը ինչ կարող է դրա համար անել։ Իշխանությունը շատ բան կարող է դրա համար անել։ Ես չեմ ուզում փակակտեր բացեմ, բայց այդ ամենը օրենքի սահմաններում է։ Սրա համար ուղղակի պետք է լիներ քաղաքական կամք եւ քաղաքականություն, որը չկա։ Հետևաբար ես գալիս եմ մեկ շատ տխուր եզրահանգման, որ իշխանությունը ձեռնտու է, որպեսզի իր ընդդիմությունը լինի այդ տեսքով, որը եղել է վերջին մի քանի տարվա ընթացքում, 5 տարվա ընթացքում։ Իրենց ձեռնտու է, որ նորից սրանք կան դառնան ընդդիմություն։ Իրենք չեն ուզում ունենալ կոնստրուկտիվ ընդդիմություն, չեն ուզում ունենալ ռեալ քննադատող ընդդիմություն։ Ընդդիմություն, որը այդ նույն եվրոպական օրակարգը իրենց միայն եւ միայն կօգնի, որպեսզի այդ օրակարգը դառնա մեր երկրի ռեալ քաղաքականությունը։ Այս պատճառները սրանք են, այս 3 պատճառներն։ Իսկ այդ ընդդիմությանը ձեռնտու է, որ իրենք լինեն այս իշխանության ընդդիմությունը։ Որ ընդդիմություն։ Այն, որը փոքր-ինչ կորեկցիաներով, բայց կվերարտադրվի խորհրդարանում ներկայիս։ Իհարկե ձեռնտու է։ Իրենց պետք է ունենալ իրենց մանդատները խորհրդարանում, պաշտպանել իրենց թալանածը, ունենալ ձայն, շարունակել լինել գործող քաղաքական դաշտում, հույս ունենալով արդեն 31-ին, ինչ գիտենք, ինչ է լինելու մոտակա 5 տարվա ընթացքում, 31-ին դառնալ իշխանություն։ Այդ հույսերը իրենք բոլորն էլ ունեն։ Ինչու ձեռնտու չի, իհարկե ձեռնտու է։ Ոչինչ, որ այդ 5 տարին իրենք ծեծի համար տանձիկ են ծառայելու իշխանության համար խորհրդարանում։ Իշխանությունը ինքնահաստատվելու է իրենց վրա, որովհետև իրենց դիրքերը այնքան թույլ են, իրենց այնքան հեշտ է քննադատել, իրենց տակ այնքան զիբիլ կա, այնքան աղբ կա։ Իրենց շատ հեշտ է քննադատել, իրենց շատ հեշտ է լրացնել։ Երբ իրենք գալիս են խորհրդարան, իրենց եւ իշխանության երկխոսությունը ինչպես է ձևավորվում, եթե շատ կարճ։ Իրենք դուրս են գալիս, ասում են դուք դավաճան եք, դուք հողատու եք, դուք եք, իշխանությունն է դուրս է գալիս, ասում են մի րոպե։ Ով է հողատուն։ Դուք չեք փորը տվել Արցախը ձեր մի քանի տասնամյակ տևող թալանով։ Դուք չեք թույլատրել Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախը։ Դուք չեք դիրքեր կառուցել։ Դուք չեք կանսերվի բանկաներով պաշտպանում մեր զինվորին։ Դուք չեք մեղավորը, որ այդ մեր զինվորները մահացել են, որ հիմա ամեն խաչմերուկին գոռում եք 5000, 5000-ը 4000-ը իրականում մահվան մեղավորները ովքեր են։
շատ հեշտ է իրենց լրացնելը։ Դրա համար էլ իրենց ձեռնտու է, որ այդ տանձիկը նորից բերեն կախեն ազգային ժողովում, իրանք էլ սկսեն ինքնահաստատվել այդ տանձիկի վրա։ Դա է խնդիրը։ Եվ սա խնդիր է մեր բոլորիս համար։ Որտեւ ես նորից եմ ասում, մենք ռեալ խորհրդարան, որտեղ ձևավորվելու է, ունակ է ձևավորել ռեալ քաղաքական միտք, մենք չենք ունենալու։ Իսկ սրանից դուրժելու է միայն եւ միայն Հայաստանի Հանրապետությունը որպես երկիր եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Շնորհակալություն։ Ես եմ ձեզ շնորհակալ։ Զրուցակիցս միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Դավիթ Ստեփանյանն էր, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին։